Գործընկերներ, իրավիճակը հետևյալն է, ըստ էության դատական նիստը դռնբացության կարգով իրականացվեց, հանրայնության տեսանկյունից որոշակի դիրքորոշում ներկայացրեցինք, որի վերաբերյալ ավելի մանրամասն առաջիկայում կներկայացնենք։ Կարևոր է արձանագրել այն, որ նշված դիրքորոշումը ընդգծեցինք, որ որոշակի ժամանակահատված անց կարող է նաև փոփոխվել։ Բոլոր դեպքերում անընդունելի է եւ անհասկանալի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, այնուհետև ծանրաբեռնվածությունից ելնելով հետաձգվում է դրա ի վերջո լուծումը։ Կլինի ամսի 17-ին նիստը կշարունակվի, նիստը նշանակվել է 13:30-ին, այսքանը կարծես։ Դատական նիստի ընթացքում մի քանի անգամ նշեցի, խոսեցի քայլերով։ Ճիշտ այդպես։ Իդեպ ռեպորտաժի հեղինակը ես եմ, ձեզ հետ ես եմ խոսել։ Շատ հաճելի է։ Ձեր դիրքորոշումը հայտնելուց նշեցիք, որ խնդրահարույց էր այն հանգամանքը, որ մենք խոսել ենք դատախազի հետ, փաստաբանական կողմի հետ ևս խոսել ենք, բայց ամբողջությամբ չենք ներկայացրել։ Ես դա այդպես այդ ժամանակ ճշգրիտ եմ համարել ներկայացնել այդպես։ Կարծես իմ դիրքորոշումը այն էր, որ խոսի դատախազը, դատախազությունից իրենց դիրքորոշում ներկայացնել, իսկ դատի այս օրը մենք կներկայացնենք նաև ձեր դիրքորոշումը, այսինքն ամբողջությամբ կլուսաբանենք, մենք պատրաստ ենք այսօր ուղիղ եթերով հանրայինի Ձեր հարցադրումը հանրայինի ուղիղ եթերում ամբողջությամբ դատական process-ը սկզբից մինչև վերջ տալ, որպեսզի հանրությունը, ինչպես դուք եք ասում, այս խնդրահարույց ապօրինի հանրային քրեական հետապնդման մասին ամբողջությամբ իմանալ, ինչն էր պատճառը, որ դուք չթույլատրեցիք ուղիղ եթերով հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում դատական նիստը հեռարձակել, որն էր պատճառը, եթե դուք դժգոհում եք, որ ձեր դիրքորոշումը ես իմ ռեպորտաժում չեմ ներկայացրել։ Չափազանց երկար էր ձեր հարցադրումը, բայց սիրով պատասխանեմ։ Սիրով պատասխանեմ ձեր հարցադրմանը, այն, որ դուք այդքան անկեղծություն եւ ազնվություն ունեցաք, որ փաստորեն իսկապես ձեր մոտեցումը այն էր, որ դուք դատավարության հավասար կողմերից մեկին ընձեռել եք նման հնարավորություն ներկայացնելու, բայց նույնությամբ չեք ապահովել մյուս կողմի համար, որը ինքնին արդեն ես առնվազն մասնագետը չլինելով, կներեք, ես ձեզ չընդհատեցի, ես մասնագետը չլինելով լրատվական քաղաքականության, բայց առնվազն դա հավասարության խաթարում է։ Հավասարության խաթարում այն կառույցի կողմից, որի ֆինանսավորմանը մասնակցում եմ անձամբ ես, որպես հարկատու, որպես հարկ վճարող։ Դուք ինչ տրամաբանությամբ կարող եք ամբողջությամբ 6 րոպե գնալ դատախազի կաբինետում իրենից հարցազրույց վերցնել, բայց նույնը չապահովել մյուս կողմի համար։ Մենք իդեպ իրար հետ զրույց էինք ունեցել, նույնիսկ իմ եւ ձեր զրույցի, որը երևի տևողությամբ 1 րոպե էր, նույնիսկ ավելի լավ 3 րոպե, դուք այդ 3 րոպեին մենակ 3 վայրկյանն եք օգտագործել, բայց Քավլիցի, ես ձեր հետ հիմա բանավեճի մեջ չեմ ուզում մտնել, կարող եք նաև իսկապես վերագրել ձեզ, նաև այն դիրքորոշումը, որը ներկայացվեց, որը հնարավոր է առաջիկայում նաև փոփոխվի։ Ես ձեր հարցերին պատասխանեցի ըստ էության։ Պատասխանեցի իդեպ։ Ես մի հատ էլ մեծ հույս ունեմ, որ առաջիկայում դուք կզանգարեք եւ ես ձեզ առնվազն 5-6 րոպեվա տևողության հյուրընկալում կանեմ իմ աշխատասենյակում, այնպես ինչպես իրականացրել եք դատախազության հետ, հենց ինձ էլ կարող եք զանգարել։ Ես վստահ եմ, դուք ներկա եք դատական նիստին եւ դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմի ներկայացրած դիրքորոշումը ձեզ համար հասանելի եղել է։ Ավելին, ես ինչպես նշեցի, առաջիկայում նշված հարցի վերաբերյալ փոփոխություն կլինի, այլ դիրքորոշում կլինի, եւս կներկայացվի։ Ես առնվազն իսկապես մշտապես կարևորել եմ հրապարակայնության սկզբունքը եւ այդ իսկ պատճառով նաեւ դատական նիստի ընթացքում ներկայացնելով դիրքորոշումը սահմանափակման վերաբերյալ հրապարակայնության ներողություն եմ խնդրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից, ինչ որ իմաստով կարող եք դա նաեւ վերագրել ձեզ եւս հասցեագրված Այս մասին անդրադարձան նաև իշխանության ներկայացուցիչներ, նշելով, որ թույլ չտվեցին, որ ըստ էության բոլորը լսեն Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքը եւ միջնորդությունն։ Ես կարծում եմ իրենց համար շատ հետաքրքիր հանգամանքներ արդեն իսկ Սամվել Կարապետյանը ներկայացրել է, դա ձայնագրարվել է, այդ թվում նաև հենց քաղաքացիության վերաբերյալ շատ կարևոր շեշտադրումներ է կատարել, որոնց երևի թե ամենից շատը հենց իրենք էլ սպասում էին։ Ես ինչ որ իմաստով այդ տեսանկյունից իրենց շնորհավորում եմ, այլ հարց է, որ մեր հանրությունը իսկապես Սամվել
Կարապետյանի խոսքը լսել է նաև վերջին հանրահավաքի ընթացքում տեսաուղերձի շրջանակներում, իսկ բուն այս ապօրինի քաղաքական հետապնդման վերաբերյալ հանգամանքները ի վերջո դռնբացության կարգով են քննվում։ Եվ իդեպ մենք գտնվում ենք դատական նիստի ամենավաղ շրջանում։ Մենք գտնվում ենք նախնական դատալսումների փուլում, որտեղ դեռևս միայն խափանման միջոցի հարցն ենք ըստ էության քննարկում, որն էլ կրկին ուզում եմ ընդգծել ինձ համար անհասկանալի պայմաններում, բայց բոլոր դեպքերում հետաձգվեց, շարունակվելու է ամսի 17-ին, եկեք ամսի 17-ին էլ կտեսնենք զարգացումները։ Պարոն Վարդևանյան, Բայց մի հանգամանք էլ էլի բոլոր դեպքերում նշեմ։ Ինչն է կարևոր, ես ինչի համար եմ մտահոգությունս արտահայտում, զայրույթս արտահայտում կամ զարմանքս արտահայտում։ Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ 1 ժամը, որ խափանման միջոցը փոխվի, որովհետև այդ 1 ժամը կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցության համար, նույնիսկ այդ 1 ժամը, եւ մենք փաստացի 2 օրից զրկվել ենք արդեն, որի համաչափությունը, ողջամտությունը, անհրաժեշտությունը չեմ կարողանում ընդունել։ Շատ լավ, պարոն Վարդևանյան, խափանման միջոցի փոփոխման հարցի քննությունը դեռևս չի ավարտվել, բայց ձեզանից առաջելուց ունեցած փաստաբանները միշտ օգնեցին այն փոփոխել, վերացնել։ Դուք ինչ խափանման միջոց եք ցանկանում, որպեսզի ընտրվի, առհասարակ եթե չվերացվի, ինչ խափանման միջոց կարող է ընտրվել։ Այս դեպքում ես կառաջարկեմ, որ սպասեք ամսի 17-ին, հույս ունեմ, որ ներկա կգտնվեք դատական նիստին, կլսեք իմ կողմից ներկայացվող միջնորդությունը, առնվազն 1 հանգամանքը գաղտնազերծեմ կամ բացահայտեմ, տնային կալանքը պետք է վերացվի։ Չի կարող տնային կալանքը լինել ողջամիտ։ Մի գաղտնիք էլ ձեզ բացեմ, 2026 թվականի մարտի 14-ի դատական ակտում նախագահության Վարդգես Ստեփանյանի կրկին հակակոռուպցիոն դատարանի ուղիղ արձանագրվել էր 1 հանգամանք, թե ինչի համար է տնային կալանքը 1 ամսով երկարաձգվում։ Իդեպ կարող ենք նաև խնդրել մեր գործընկերները այդ նույն հարցը ուղղեն օրինակ դատախազ Դալաքյանին, ով նշված դատական ակտը չի բողոքարկել եւ այսօր դատական նիստի ընթացքում միջնորդում է 3 ամսով երկարաձգել տնային կալանքը։ Դատարանը նշել էր 1 հանգամանք, ասել էր, քանի որ դեռ ակտիվ վարույթային գործողություններ պետք է կատարվի։ Այդ իսկ պատճառով ու հատուկ ընդգծել է նաև նախաքննության հանգամանքից ելնելով, որ գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, 1 ամսով երկարաձգվում է։ Դատախազը այդ դիրքորոշումը դատարանը չի բողոքարկել։ Այսինքն 1 ամիս առաջ համաձայն է եղել, հիմա համաձայն չէ Դալաքյանը։ Այսինքն Դալաքյանը համաձայն էր, որ 1 ամսով երկարաձգվի բացառապես այն հիմքով, որ դեռ նախաքննության ընթացքում պետք է գործողություններ կատարվեն, այդ պատճառաբանության հետ համաձայնվել է, դրան հաջորդել է ինչ, հա, նախաքննության ավարտ, ակտիվ գործողությունների բացակայություն, իրենց կողմից իբրև մեղադրական եզրակացության հաստատում, որի վերաբերյալ մոտ 5-6 րոպե նաև ներկայացրել էր հրապարակայնորեն նաև հանրայինի եթերում, ու հատկապես հանրայինի եթերում, բայց հիմա էլ գալիս է եւ ներկայացնում է դիրքորոշում, որ 3 ամսով երկարաձգվի տնային կալանքը։ Ես իսկապես ուզում եմ հասկանալ, որտեղ կարող է լինել ողջամտությունը։ Իդեպ դրա պատասխանը ես դատական նիստի ընթացքում տվել եմ։ Պարոն Դալաքյանը չի հանդիսանում անկողմնակալ դատախազ։ Պարոն Վարդևանյան, այդ դեպքում օրինակ այսօր ինչու հենց 3 ամսով դատախազը առաջարկեց երկարաձգել, եթե օրինակ քանի ամիս առաջ 1 ամսով էր երկարաձգել, այստեղ իրավական պրոցես։ Այստեղ իրավական պրոցես չենք տեսնում, այստեղ տեսնում ենք քաղաքական հետապնդում, որովհետև միայն քաղաքական հետապնդման պայմաններում է, որ կարող է այդպես լինել։ Միայն որովհետև իրավական տրամաբանություն, ողջամտություն այստեղ իհարկե առկա չէ, չի էլ կարող լինել։ Այսինքն նույն դատախազը գտնում է, որ դրվագներից մեկը, որը իդեպ կրկին հարցազրույցի ընթացքում նաև ներկայացնում էր հսկող դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելով, ես շատ ցավում եմ, որ օրինակ մեր գործընկերը այդ հարցը չուղեց պարոն Դալաքյանին։ Օրինակ հարցը կարող էր հնչել ինչպես. Պարոն Դալաքյան, դուք այդ դրվագներից մեկով հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ դատական ակտ եք ունեցել, որը չեք բողոքարկել, համաձայնվել եք դրա հետ, ո՞նց եք մեղադրական եզրակացության մեջ այն ներառում, ո՞նց եք այն որպես մեղադրանք հաստատում, բայց ավաղ այդ հարցը չի հնչել, դատախազն էլ դատական նիստի ընթացքում որևէ արձագանք դրա վերաբերյալ չտվեց, թեև այն մատնացույց արվել էր, որպես իր անկողմնակալության դեֆիցիտի խնդիր։ Գործընկերներ, ամփոփելով խոսքս ուզում եմ հետևյալը նշել. մենք խոսում ենք 10 ամիս տևող կալանքի մասին, 10 ամիս։ Մենք խոսում ենք Հայաստանի նախընտրական շրջանում գտնվելու մասին։ Մենք խոսում ենք նրա մասին, որ օրինակ 3 անձանց ձերբակալում էին բարեգործության արգելքի ենթադրաբար խախտման հիման վրա, իբրև քանի որ մենք գտնվում ենք նախընտրական շրջանում։
Հիմա այդ պայմաններում ոնց կարելի է դատական նիստի շրջանակներում առաջնահերթության կարգով սկսել քննարկել խափամամիջոցի հարցը, բայց 2 օրով հետաձգել, երբ մենք ուղիղ պատճառաբանված դիրքորոշում ունենք, որ նույնիսկ 1 ժամը էական նշանակություն ունի։ Նախընտրական շրջանում ըստ էության չի անսած էր խնդրանքին եւ դատախազի միջնորդությունը ուժի մեջ կթողնի։ Մենք նման կանխատեսում այս փուլում չենք անի։ Ամսի 17-ը թող գա, ներկայացնենք վերջնական միջնորդությունը, կտեսնենք դատական ակտը։ Մասնիկ խոսում, բայց ենթադրվում է, որ կերկարացնի էլի տնային կալանքը։ Ես չնայած քաղաքական հետապնդումներին, աբսուրդներին, ես հավատում եմ իրավունքի գերակայությանը։ Իրավունքի գերակայությունը ես կոնկրետավորված չեմ ասի, ես իրավունքի գերակայությունը իդեպ դասում եմ վեր նույնիսկ քաղաքական հետապնդումներից, հենց դրանում է դրա արժեքը եւ իմաստավորումը, որ իրավունքը պետք է գերակայի ցանկացած իրավիճակում։ Գործընկերներ, ներողություն եմ խնդրում։ Մի բան էլի Գոհար Վերջին Ղուկասյանի հետ կապված է, եթե կարող եք էլի Այո։ հակագծեր բացել։ Այդ ձայնագրության մեջ հեռուստացույց, տելևիզոր, փող, այդ ինչի մասին է խոսքը։ Գիտեք, նախաքննական գաղտնիքով սահմանափակված լինելով չեմ կարող ամբողջական տվյալ ներկայացնել, որովհետև ամեն դեպքում հարգենք նշված կանոնը, պարզապես մեկ հանգամանք նշեմ, դատարանի կողմից 2 դրվագից 1-ի վերաբերյալ հիմնավոր կասկածը չի հաստատվել։ Այս պահի դրությամբ դա էլ չգախնազերծեմ, առնվազն արձանագրեմ, որ 1 դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի ապացուցման շեմը չի հաղթահարել։ Այսինքն այստեղ ոչ միայն հիմքերի տեսանկյունից էր մեր այսպես ասած բանավեճը դատարանում եւ դիրքորոշումների ներկայացումը, այլ նաեւ պայմանի։ Կարող եմ ասել նույն այդ ձեր վկայակոչած տվյալի հետ կապված ամբողջությամբ դրա ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հետ որևէ ձևով առնչության վերաբերյալ, որտեղ այն իրենից ենթադրում է ընտրությունների հետ որոշակի կապ։ Այսինքն հոդված հերքող, եկեք այսպես ձևակերպեմ, հերքող տվյալները ունենք։ Պարոն Վարդևանյան, որը նաև ներկայացվեց նիստի ընթացքում։ Հետ կապված իշխանականները, քաղաքականները այսպես տարածում էին միտք, որ մայր է, դրա համար չի կալանվում, մայր է կերակրող մայր է, բայց իրականում մայր լինելու հանգամանք աշխատելն է, թե պարզապես է։ Ես կրկին ուզում եմ հատուկ վկայակոչեմ, որ առնվազն հիմնավոր կասկածը 2 դրվագներից մեկով չի էլ հաստատվել։ Մյուս կողմից այստեղ ուզում եմ ընդգծել որոշակի իմաստով, որպես գիտեք, վարքագծի կարևոր մոտեցում, որ հակակոռուպցիոն կոմիտեն ինքնին տնային կալանքը որպես խափամամիջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել։ Այսինքն ոչ թե կալանք, այլ տնային կալանքը։ Իդեպ ի սկզբանե ձերբակալվել էր Գոհարը կալանքի միջնորդություն ներկայացնելու համար։ Սա եւս կարևոր արձանագրում է։ Եկեք ես հետևություններ թողնեմ ձեզ, բայց առնվազն փաստն եմ ֆիքսում։ Բայց նաեւ եկեք ֆիքսենք, որ կալանքը եւ տնային կալանքը, թե եվրոպական դատարանի նախադեպային որոշման համաձայն, թե սահմանադրական դատարանի, թե վճռաբեկ դատարանի իրար համարժեք ինտենսիվ խափամամիջոցն են։ Շնորհակալ եմ։ Մի հարց է Գոհար Ղուկասյանին առնչվող հեռուստացույցի դրվագը վերաբերում է այս 2 ամսվա պատմությունը, թե ավելի վաղ կամ ուժեղ Կրկին եկեք հետեւյալ կերպ ասեմ, ընդհանրապես նշվածը 221-րդ հոդվածի այն է ընտրական որևէ ձևով գործընթացի հետ առնչվելու տեսանկյունից հերքող տվյալները ներկայացվել են։ Շնորհակալ եմ։ Կներեք, գործընկերներ, ներողություն եմ խնդրում մյուս անգամ։ Ամսի 17